Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան մեր հավելն ընդունելու համար։ Զգացողությունները սխալն են, պարոն Մարտիրոսյան։ Մի տեսակ այսպես քաղաքական դիրքավորման տեսանկյունից ուզում եի շնորհավորել ձեզ, որ այդ Վաշինգտոնյան հայտարարությունը ստորագրվել է դեզուտ են իմաստը, որ Միացյալ Նահանգներում է ստորագրվել։ Հետո չգիտեմ դուք ոնց եք վերաբերվում, դրա համար ուզում եմ առաջին հարցը սկսել նրանով, թե դուք ինչպես եք վերաբերվում Վաշինգտոնյան այդ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին, այդ թվում այդ ամերիկյան վկայությամբ ստորագրված փաստաթղթին, արդյոք դրանք ինչպես իշխանություններն են պնդում խաղաղություն բերող եւ մեր ինքնիշխանության մակարդակը բարձրացնող թղթեր են, խնդրեմ։ Նախ շնորհակալություն չեմ կարող հայտնել շնորհավորանքի համար, որտեվ ես շնորհավորեցի, հասկացա, որովհետեւ այդտեղ իհարկե հեգնական բան կա, ես հասկանում եմ, բայց երկրորդ հերթին կարծում եմ պիտի ցավակցեք ինձ այդ ստորագրման կապակցությամբ, որտեվ իմ դիրքորոշումը շատ հայտնի է։ Ես կտրականապես դեմ եմ եղել եւ դեմ եմ ընդհանրապես այդպիսի փաստաթղթի ստորագրմանը, որտեղ էլ դա լինի Վաշինգտոնում, Օհայոյում, Նեբրասկայում, թե Մոսկվայում կամ Անկարայում։ Խնդիրը նրանում է, որ եւս այս մասին խոսել եմ արդեն, որ ցավոք սրտի շատ ողբերգականորեն թուրքական կողմը եւ թուրքական կողմ ասելով նկատի ունեմ Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական անգամ շատ իմաստուն եւ խելացի քայլ արեցին, ընդ որում դարձյալ Մոսկվայի հետ միասին, վստահ եմ դուք իհարկե դրա հետ չեք համաձայնի, բայց քայլ արեցին եւ օգտագործեցին այսօրվա արկա իրողություններն ու շատ սպეციფიկ հանգամանքները Վաշինգտոնում սեփական օրակարգի մեջ Վաշինգտոնին ներգրավելու, օգտագործելու եւ օգուտներ ստանալու համար, ընդ որում ինչպես տեսանք Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից եւ պետական ամենաբարձր մակարդակի հայտարարություններից Ռուսաստանը շատ ուրախ է այդ ստորագրման Վաշինգտոնում, որը աննախադեպ երևույթ է, որտեղ ինչ տեղի ունենում Վաշինգտոնում, իրենք դեմ են, բայց այս հարցում շատ ուրախ են եւ սատարում են եւ ողջունում են եւ աջակցում են։ Սա հերթական քայլերից մեկն էր, հերթական կանգառներից մեկն էր այն ճանապարհի, որով Հայաստանը հանձնվում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Չի կարող լինել վերաբերմունքը լավ մի բանի, որով Հայաստանի կործանման հերթական քայլն է լինում։ Պարոն Մարտիրոսյան, բայց դուք այն մարդկանց կամ փորձագետների, քաղաքագետների, չնայած քաղաքագետները որակյալ այդպես շատ չեն, հոգնակի շատ չխոսեմ։ Բայց այն մարդկանց թվին եք դասում, ովքեր համարում են Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը հնարավորություն Հայաստան դուրս գալու դժվար իրավիճակից։ Այո, ոչ միայն համագործակցություն ի՞նչ եք ուզում։ Չէ, այդպես չի։ Հենց խնդիրը նրանում է, որ սա համագործակցություն չի Միացյալ Նահանգների հետ։ Սա Միացյալ Նահանգներին ներքաշել է նշանակում մի բանի մեջ, որից Միացյալ Նահանգները մեծ հաշվով վերջում չի շահելու մեկ, երկրորդ հերթին, որը ըստ էության ռուսական օրակարգ է եւ թուրք-ադրբեջանական օրակարգ է։ Այստեղ ցավոք սրտի չկա համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Ես ոչ միայն այդպես համարում էի, այլև ես գտնում եմ, որ բացարձակ եւ բացառիկ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը որքան հնարավոր է առավել եւ առավել մերձենա Միացյալ Նահանգներին։ Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Տեսեք, այս ռեժիմը Երևանի ինչ անում է Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ, այդ բոլորը ձև է, այդ բոլորը կեղծ բաներ են եւ ես սրան անդրադարձել եմ մի քանի տասնյակ անգամներ, սրանք բոլորը ձեռնտու են Մոսկվային, Ռուսաստանին
եւ ըստ էության քաջալերվում է անգամ այս կեղծ պրոարևմտյան, որտեղ սա իրականում պրոարևմտյան չի, դիրքորոշումները Մոսկվայի կողմից, որովհետեւ Մոսկվան իրականացնում է իր ծրագրերը եւ այդ գործում ցույց է տալիս իբրև թե ներգրավված է նաեւ արևմուտքը։ Ես ասեցի օգտագործելով ինչ-ինչ հանգամանքներ, սա տեղի ունեցավ Վաշինգտոնում, որովհետեւ Վաշինգտոնում այսօր կան բոլորովին այլ առաջնահերթություններ, ինչ եղել է ավանդաբար, այսօր ոչ ամբողջությամբ ոչ ավանդական քաղաքականություն է վարվում Սպիտակ տան այս վարչակազմի կողմից, ավանդական նկատի ունեմ ամերիկյան քաղաքականության առումով, սա ոչ ստանդարտ քաղաքականություն է։ Եվ դրա շրջանակներում շատ հաճախ, շատ մոտեցումներ, շատ կարճաժամկետ ծրագրերի տեսք են ստանում, առանց հեռանկարի մասին մտածելու, եւ ներողություն ավարտեմ, եւ այստեղ խնդիր է դրված կոնկրետ Սպիտակ տան այս վարչակազմը խնդիր ունի հաստատել խաղաղություն աշխարհի բոլոր կետերում, ցանկացած գնով, ամեն գնով, առանց մտածելու կամ առանց հաշվարկելու դրա հետևանքների մասին։ Այլ պիտի հասկանանք, որ սա խիստ իզոլյացիոնիստական քաղաքականություն վարող վարչակազմ է, ինքնամեկուսացման, որին ըստ էության չի հետաքրքրում մեծ հաշվով արտաքին քաղաքականության խոր հետագա հեռանկարային ասպեկտները։ Հետևաբար քաղաքականություն վարողը գալիս է հարավային Կովկաս, բան ինչ ճանապարհը վարձակալում։ Այո, որովհետեւ եւ դա հենց այդ մեկուսացման քաղաքականության շրջանակներում է, որովհետեւ չմեկուսացումը դա այդպես չի, որ պրիմիտիվ պատկերացում չի, որ այ հիմա մենք մեկուսացանք, փակվեցինք մեր մեջ եւ ուրիշ ոչ մեկտեղ ոչինչ չենք անում։ Ոչ, դրսում ներգրավվածությունը կարճաժամկետ է դառնում ներսում շահ ապահովելու համար։ Սա նույնպես իզոլյացիոնիզմի մեկուսացման ամենակարևոր մատնահետքերից մեկն է։ Եվ հենց այս տրամաբանության մեջ է սա տեղավորվում։ Մեկ, երկրորդ հերթին ես ամենևին համոզված չեմ, որ այդ կոնսորցիումը կամ այդ կազմակերպությունը, որին պատվիրակվելու է նոր զզվելի բառով ասած արտապատվիրակվելու է կառավարումը, լինելու է ամերիկյան։ Այո, դա ես առաջինն եմ եղել դաշտում, որ այս մասին խոսել է։ Այո, դա կարող է գրանցվել ԱՄՆ-ում, դուք էլ կարող եք այս ձեր գրասենյակից ընկերություն գրանցել ԱՄՆ-ում։ Բայց ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդտեղ ներգրաված են լինելու թուրքական կամ ադրբեջանական։ Նախ այս ի վերջո մենք եկանք մի եթերի, որտեղ մենք մտքեր ենք կիսում։ Ես այստեղ ձեզ հետ համաձայն եմ, ես ավելին ասեմ։ Ես շատ ուրախ եմ։ Ես ավելին ասեմ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակը հայտարարել է, որ այս վարչակալության միտքը թուրքական միտք է, այսինքն թուրքերն են առաջարկել Թրամփի վարչակազմին Ամերիկայի անունից վարչակալության առաջարկ անել Հայաստան։ Չգիտեմ, ծանոթ եք այդ հարցազրույցին թե ոչ։ Ծանոթ չեմ այդ հարցազրույցին, բայց լսում եմ ձեզ։ Այո։ Եվ այստեղ ես ձեզ հետ համաձայն եմ, որ թուրքական օրակարգ կա այստեղ։ Ինձ համար անհասկանալի է ռուսականը, չնայած անհասկանալի լինելով հանդերձ, ինձ համար տարօրինակ է ռուսական կողմի այսպես մեղմ վերաբերմունք, ինչ որտեղ նաև աջակցող։ Ընդունեք, որ դրական։ Ինչ որտեղ նաև աջակցող հայտարարություն։ Հիմա եթե լսենք ձեզ, հաշվի առնենք մի շարք հայտարարություններ, ստացվում է, որ Թրամփը խաղում է թուրքերի ու ռուսների խաղը, այդպես է ստացվում։ Չէ, Թրամփը չի խաղում թուրքերի եւ ռուսների խաղը։ Թրամփը ռուսների եւ թուրքերի գաղափարից փորձում է օգուտներ ստանալ որպես Թրամփ, որպես ադմինիստրացիա, որպես վարչակազմ եւ միաժամանակ փորձում է Միացյալ Նահանգների համար այս ամբողջ համատեքստում խաղել այն առավելագույնը, որը հնարավոր է խաղել հայ, եւ այստեղ շատ կարեւոր մի բան եք մենք բաց թողնում, հայ-թուրքական համատեղ պայմանավորվածությունից։ Իսկ սա հայ-թուրքական պայմանավորվածություն է, Զանգեզուրի միջանցքը ռուսները տեղի ինչ դերակատարում են։ Ռուսները միջնորդի եւ քաջալերողի եւ աջակցողի դերակատարություն ունեն, շատ པարզ։ Ինչ են շահում ռուսները։ Պատասխանում եմ դրան։ Շահում են մի բան, ճանապարհ ցամաքով դեպի Թուրքիա։ Սրանից ավելի կարևոր հանգամանք ռուսների համար։ Տեղակ է, որ տնտեսական առումով ամենահարմար ճանապարհները ծովով, ջրով։ Կապ չունի, ցամաքով ամենահարմար չի լինում։ Ցամաքով ճանապարհին չկա այլընտրանք։ Ծովային ճանապարհը շատ հարմար է, շատ հաճախ շատ էժան է ավելի։ Շատ հաճախ շատ ավելի հարմար է, բայց միևնույն է, ծովային ճանապարհը պիտի ունենա այլընտրանք, եթե դու ունես ցամաքային կապի հնարավորություն։ Եթե դու կղզի չես, եւ միայն ծովով է քո ճանապարհը, ընդ որում օրինակ տեսեք, ես ես մի օրինակ բերեմ, հա։ Ոնց է կապվելու Ռուսաստանը Թուրքիայի հետ ցամաքով։ Ադրբեջանի
Ադրբեջանի Դուք ծանոթ եք ռուս-ադրբեջանական վերջին զարգացումը։ խիստ ժամանակավոր է, եթե անգամ ժամանակավոր չի, միևնույն է, Ադրբեջանը չի փակելու Ռուսաստանի մուտքը դեպի Թուրքիա, որովհետև եթե փակի, դա կամ Թուրքիային է վնասում, կամ Թուրքիայի հետ համաձայնությամբ է։ Թուրքիային ձեռնտու է։ Բայց չեք բացառում, որ կարող է փակել։ Չէ, կարող է, ամեն ինչ կարող է լինել։ Կարող է փակել։ Բայց տեսականորեն միայն պրակտիկորեն մոտ ապագայում դա ուղղակի հնարավոր չի, որովհետև ճանապարհի ցամաքային ճանապարհի կապը Թուրքիայի հետ ձեռնտու է եւ Թուրքիային եւ Ռուսաստանին։ Հայաստանը ավելի կարճ է ճանապարհը։ Հայաստանի հետ սահման չունի Ռուսաստանը։ Չէ, հասկացա, Թուրքիայի հետ էլ սահման չունի։ Այո, եւ հիմա գալիս է Ադրբեջան, պիտի գա Սյունիք, պիտի գնա Նախիջևան, պիտի գնա Թուրքիա, բայց կարող է հետեւյալ գալ Վրաստան, տեսեք, Վրաստանից գալ Հայաստան, Հայաստանից Մարգարեև երկարում է ամենակարճ եւ ամենաձեռնտու ճանապարհը Ադրբեջանով գա Զանգեզուրով ուղիղ գծով։ Ոնց է ավելի կարճ, եթե դա ավելի երկար է։ Տեսեք, ավելի եթե Մարգարան ավելի հյուսիս է, քան այսպես Մարգարայի մասին չի խոսքը, մտնում են Նախիջևան եւ Նախիջևան Թուրքիա սահմանով մտնում են Թուրքիա։ Տեսեք, նաև մի բան մենք պիտի հաշվի առնենք։ Ես չեմ ուզում մենք մանր աշխարհագրական բաների մեջ մտնենք։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից նայելով, որքան շատ ճանապարհներ ունենա Ռուսաստանը, որքան շատ մուտքի հնարավորություններ, այդքան ավելի ազատություն կունենա միջազգային հարաբերություններում եւ այդքան ավելի իր ակսեսը, իր հասանելիությունը Թուրքիային եւ այդ հատվածին ով է խնդիր ստեղծել Ռուսաստանի համար, եթե իրենք Թրամփի հետ փորձում են լեզու գտնել, ով։ Այսինքն եթե ամերիկյան SP-ի ադմինիստրացիան փորձում է հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ, ով պիտի խնդիր ստեղծի Ռուսաստանի համար, որոնք պիտի ճանապարհների խնդիր ունենան։ Տեսեք, ռուսները ի տարբերություն մեզ չեն մտածում միայն այս վարքյանով։ Բոլորը բացի մեզնից այդպես չեն մտածում։ Կրկին համաձայն ենք իրար հետ 100%։ Հիմա Տրամփը հավերժական չի, այս վարչակազմը հավերժական չի։ Կփոխվի վարչակազմը, շատ հավանական է, որ կգա դեմոկրատական վարչակազմ, որը կլինի ընդգծված հակառուսաստանյան վարչակազմ եւ այդ պարագայում իրողությունները գետնի վրա կփոխվեն։ Այդ պարագայում Թրամփի ճանապարհի իրողությունն էլ կփոխվի։ Այսինքն այստեղ ռուսական շահը որն է, եթե այդտեղ տրամաբանությունը սա վարչակալությամբ տրված չի կամ չի տրվելու Տրամփին, չէ, տրվելու է ամերիկյան պետությանը։ Պետությանը չի տրվում։ Պետությունը որոշակի շահեր է այդտեղ ունենում, ընդ որում դեռ հստակ չի թե դրանք ինչ շահեր են։ Համաձայնագիրը հայ-ամերիկյան է։ Հայ-ամերիկյան չի, համաձայնագիրը հայ-ադրբեջանական է, ինչի մասն է խոսքը։ Ինչ համաձայնագիր հայ-ամերիկյան։ Հայ-ամերիկյան ոչ մի համաձայնագիր չկա։ Երկկողմ փաստաթուղթ կա ստորագրված։ Արմատերություն։ Միջանցքի մասին փաստաթուղթը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև է, որին վկա է Միացյալ Նահանգները։ Սրա մասն է խոսքը։ Մենք խոսում ենք միջանցքի մասին, մենք չենք խոսում հայ-ամերիկյան, հայ-ինդոնեզիական փաստաթուղթը, պարոն Մարտիրոսյան, ես ուզում եմ մենք բովանդակային քննարկում ունենանք առանց վեճի։ Չէ, մենք քննարկում այդ փաստաթուղթում գրված է, որ ճանապարհը Թրամփի ուղի է կոչվելու, տրվելու է ամերիկյան հայ-ամերիկյան ինչ-որ կոնսորցիումա կառավարելու, հա, կողմերի համաձայնությամբ կարող են ներգրավել երրորդ կողմեր, այսինքն դա հայ-ամերիկյան ճանապարհ է, ու եթե հավատանք իշխանություններին, այսինքն այստեղ դա ամերիկյան պետությունն է դերակատարում ունենալու, եթե գալիս է դեմոկրատական վարչակազմը, ես ձեր խոսքից նաև հասկացա, որ ձեր համար Ամերիկան դա դեմոկրատիական Ամերիկան է։ Ոչ, ինձ համար Ամերիկան դա մեկ Ամերիկա է, որտեղ իշխանությունները փոխվում են։ Շատ լավ, իշխանությունները փոխվում են, եկան դեմոկրատները, ինչպես դուք ասացիք, հակառուսական տրամադրություններով եւ պլաններով, հա։ Այդ Թրամփի ուղին մնալու է ամերիկյան պետության հսկողության ներքո։ Եվ դա դառնալու է հակառուսական միջանցք։ Դա չի կարող դառնալ հակառուսական միջանցք, Աստված գիտի թե ինչ է տեղի ունենալու հաջորդ վարչակազմի օրոք եւ ինչպիսին կլինի այդ վարչակազմը։ Այդ վարչակազմը կարող է լինել հանրապետական վարչակազմ, բայց արդեն այլ վարչակազմ, այլ տիպի վարչակազմ։ Այդ վարչակազմը կարող է լինել այս վարչակազմի շարունակությունը հանրապետական։ Այդ վարչակազմը կարող է լինել դեմոկրատական եւ ինչպիսի դեմոկրատական դա էլ է հարց, դա կարող է լինել Բերնի Սանդերսի այսպես սոցիալ-դեմոկրատական տիպի վարչակազմ, իհարկե առանց Սանդերսի, կարող է Ալեքսանդր Օկասիո-Կորտեսի տիպի, այսինքն կամ կարող է լինել հին տիպի, թեև դժվար թե հին տիպի լինի, Աստված գիտի ինչպիսին կարող է լինել։ Բայց մի բան ակնհայտ է, որ որևէ բան այս պահին կապված հաջորդ վարչակազմի եւ նրանց անելիքների եւ չեղարկումների եւ հաստատումների հետ այս վարչակազմի արած հնարավոր չի կապել որևէ այսպես կանխատեսումներ կատարել ավելի շուտ։ Սա մեկ։
Երկրորդ հերթին, ես չգիտեմ ինչի ենք մենք ֆիքսվում ամերիկյան մասնակցության վրա, բայց այստեղ ակնհայտ է մի բան. Թրամփի վարչակազմը արել է մի դրական բան այս պատմության մեջ։ Քանի որ խոսակցություն էր գնում եւ ի սկզբանե այս գաղափարը անգամ հստակորեն եւ բացահայտորեն սատարվել է Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի գաղափարը, ընդ որում նկատի ունեցեք, որ սա նոյեմբերի 9-ի փաստաթղթից է ծագում, որի հեղինակը ով է Վլադիմիր Պուտինը իր իսկ խոստովանությամբ։ Սա այդ փաստաթղթի ըստ էության վերջին կետն էր, որը մնում էր իրականացնել։ Ամեն ինչ իրականացված էր, սա էր մնում իրականացվել եւ սա իրականացվեց։ Եվ այդ նոյեմբերի 9-ի ամենակարևոր կետը սա էր ըստ էության փաստացիորեն։ Հիմա այս նոյեմբերի 9-ում գրված չէր, որ հայ-ամերիկյան կոնսորցիումա չէ, գրված չէր, հիմա այո, գրված ավելին չէր։ գրած էր, որ վերահսկելու է FSB։ Իհարկե, եւ հենց այդ պատճառով նախագահ Թրամփը լինելով շատ վճռական նախագահ, եւ որևէ մեկը չի կարող սա հերքել, որ ինքը շատ կտրուկ կարող է գործել, շատ վճռական, որ ինքը կարող է դնել եւ խեղդել, այլ պատկերավոր բառերով ասած, հստակ ճնշում է գործադրել ակնհայտորեն, որպեսզի չլինի FSB-ի վերահսկողության ներքո, չլինի Ռուսաստանի վերահսկողության ներքո եւ լինի ամերիկյան որոշակի մասնակցությամբ եւ ամերիկյան շահերով։ Ռուսները գոհ են, որովհետեւ եթե 100%-ով չի իրականացել իրենց ծրագիրը, այնուամենայնիվ իրականացել է 50%-ով։ Իրենք ճանապարհ են ստանում Ադրբեջանի վրայով դեպի Թուրքիա, ես այդ մասին ասացի արդեն։ Հիմա մենք սրա վրա կառաջարկենք շատ չկենտրոնանանք, որովհետեւ հարցը ինչու՞մն է, ձեր վերլուծությունները հետաքրքիր են, բայց տեսեք, ձեր մոտ դուք ինչպես աշխարհում ամեն ինչն է փոփոխական, հա, հարաբերությունները, ով կգա Միացյալ Նահանգների իշխանություն, ձեր մոտ ամեն ինչ դուք դիտարկում եք փոփոխականության մեջ, որովհետև ինչ վարչակազմ կգա, ինչ քաղաքականություն կտանի, Նիկոլը կմնա, Նիկոլը կգնա, չգիտեմ, Ադրբեջանում ինչ տարբեր էս հանգամանքները կարող են փոփոխություններ բերել, բայց ձեր մոտ այսպես անփոփոխ եւ կայուն է ատելությունը Ռուսաստանի նկատմամբ եւ ձեր դեպքում բոլոր վերլուծությունները հայտնի է ոչելի անեկդոտի նման բոլոր տեղերում Ռուսաստանը կա այդ դիրքով ոնց որ դուք եք տեսնում։ Եթե այս հանգամանքը հանը կարելի է վերլուծությունը լսել, հասկանալ, որ ես հասկանում եմ, որ դա ձեզ նյարդայնացնում, բայց ինձ ընդհանրապես չի նյարդայնացնում, անկեղծ եմ ասում, ինձ չի նյարդայնացնում, որովհետև տրամաբանություն չկա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ես կարող եմ ձեզ հետ համաձայնել, ռուսական կողմը ուներ շահագրգռվածություն, հասկանալով, որ սրանք տվող են, ասես դե տալիս եք տվեք մենք մի րոպե հասկանալով տվող չի մենք կվերահսկենք Ռուսաստանի շահը 9-րդ կետում Ռուսաստանի դրածոն է, բայց լավ դրածոն է, կարող են պատասխանել թող դրած չէ, հարցը չեմ ավարտել, ոնց արդեն ասում եք երկրորդ մասին, օքեյ բանը դրածոն է, դա էլ եմ համաձայնվում, սրանք դրածոն են, ռուսների դրածոն են, ես խնդիր չեմ տեսնում, չեմ ուզում վիճել։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահը ռուսական մենք տեսնում ենք։ Իրանց հատուկ ծառայությունները վերահսկելու էին, թե դա ինձ տեսքեր ունենալու չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է, դա կարող են էկրաններից վերահսկել, եթե հիշում եք։ Բայց այս Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի հայտարարության ռուսական շահը ճանապարհ աստան, ինչ ճանապարհ, ում հետ Ադրբեջանի հետ ում հետ արդեն խոսում են հատուկ ռազմական գործողություն Ադրբեջանում իրականացնելու անհրաժեշտության մասին, ու դա չի խոսում որ երրորդական քարոզիչ, խոսում է Սալավյովը։ Իրանց ամենամեծ եթերներից, հա, ամենալայն տարածում ունեցող եթերներից։ Ինչ ճանապարհի մասն է խոսքը։ Եվ երկրորդ հանգամանքը, որ էլի եկանք։ Տրամփը հավերժական չէ, Միացյալ Նահանգները, ինչպես դուք եք պնդում, ժողովրդավարական պետություն է, այնտեղ նախագահները փոխվում են։ Դա գոնե ես էլ կարող եմ համաձայնվել, որ նախագահները փոխվում են։ Եվ կարող է գալ դեմոկրատ նախագահ, ու այդ Տրամփի ուղին դառնա հակառուսական ուղի։ Դրա Ռուսաստանի շահը ո՞րն է, այդտեղ բացատրեք հասկանանք լավ։ Okay. Սկսեմ առաջինից, որտեղ 3 մասից էր բաղկացած։ Ամենաառաջինը ոչ որևէ ատելություն, չգիտեմ, ռուսների հանդեպ եւ այլն։ Ասացի ռուսական պետության, չէ՞ ռուսներ։ Ռուսական պետության հանդեպ ռուսական կրթություն եք ոնց որ ստացել։ Բացարձակ, ով ձեզ ասաց։ Ոչ, իմ կրթությունը հայկական է, հետո ֆրանսիական է, այսինքն ես պատճառը հենց դա է։ Ֆրանսիական կրթությունը։ Okay. Բացարձակ որևէ ատելություն չկա։ Կա սթափ գնահատական, որի հիման վրա կա չընդունելու եւ դեմ լինելու հանգամանք։ Միայն որևէ էմոցիոնալություն, ատելություն, սեր, հիասթափվածություն այդպիսի բաներ չկան եւ չեն կարող լինել իմ մոտ։ Ինձ համար հստակ եւ ակնհայտ է, որ Ռուսաստանը վաճառել է Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային, ինձ համար հստակ եւ ակնհայտ է, որ Ռուսաստանը դա արել է միշտ Հայաստանի հետ պատմության մեջ, ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանը ոչնչացնում է Հայաստանը, թքած ունենալով ամեն ինչի վրա,
հանուն իր այս վարկյանի մանր եւ փոքր շահերի, ընդ որում ոչ մեծ շահերի։ Հետևաբար ես չեմ կարող ունենալ պրո-ռուսական պետություն դիրքորոշում կամ որևէ կերպ արդարացնել այդ դիրքորոշումը։ Սա այսպես բավական սթափ փորձեցի մեկնաբանել։ Երկրորդը Ռուսաստանը, այսինքն ինչ է ստացվում ձեր ասածից, որ նոյեմբերի 9-ի այդ կետը, կարծեմ 9-րդ կետն է, չէ, ներառել էր այսպես կոչված կոմունիկացիաներ անվամբ այդ կապիտուլյացիոն փաստաթղթում ինչի համար, որ FSB-ն գա եւ մի ճանապարհ վերահսկի, իրենք կարծում էին, որ իրենք վերահսկելու են ամբողջ Արցախը Ադրբեջանի հետ միասին։ Այսինքն միայն այդ մի գծի համար չէր, այստեղ կարևոր է մի գծի համար չէր, իրենք նույն ձևով վերահսկում էին Լաչինի միջանցքը։ Կրկին ասեմ, ճանապարհը, որը Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանձնեց Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն որևէ բան չէր կարող անել եւ երբևէ չի արել, այդում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ներառելով Հայաստանի մասեր եւ Արցախը, ըստ էության փաստացիորեն իմ համոզմամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ եւ ոչ միայն համաձայնությամբ, այլև համոզված եմ Կրեմլի ուղղորդմամբ եւ հրահանգմամբ։ Այս Թրամփի ուղին էլ։ Ես ասացի արդեն, կարծում եմ այո, եւ պատահական չի, որ վրան դրել են Թրամփի անունը, որպեսզի նախագահ Թրամփին հաջողանալու, մենք տեսանք, չէ, հաջողանալու սեսիա։ Այդ անունը Միացյալ Նահանգներում են որոշել։ Հայաստանը որոշման։ Դուք ինչ գիտեք, ով է որոշել, ով է առաջարկել։ Ես չեմ Քարնեգի հիմնադրամի հոդվածագրերն են Ես չեմ կարծում, իրենք էլ չգիտեն։ Ես չեմ կարծում, որ նախագահ Թրամփը ասել է իմ անունը դրեք վրան։ Ես դա չեմ կարծում։ Բայց հատուկ դրել են այդ անունը։ Ջեբն են գցել, գրպանն են գցել։ Եթե ձեր արտահայտությունը ավելի քաղաքակիրթ դարձնենք իմաստային առումով, կարելի է եւ այդպես մտածել։ Գլխին սարքել են Թրամփը։ Չէ, Թրամփը այդքան էլ գլխին սարքվող մարդ չի, բայց այնուամենայնիվ ես ասացի, այստեղ կարևոր է մի հանգամանք։ Միացյալ Նահանգները արել է դրական բան սրանով, այս ամբողջի մեջ դրականը այն է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տվել, որպեսզի սա տոտալ ռուսական կամ տոտալ թուրքական ճանապարհ լինի։ Ասում եք թուրքական շահը լինի։ Ասում եմ շահը կա, բայց տոտալ եմ ասում, չէ՞, տոտալ բառը մասնագից տարբերվում է։ Սպասարկելու է Ռուսաստանին։ Էլի եմ ասում։ Ճանապարհը պետք է Ռուսաստան։ Հիշում եք, որ ասեցի, որ Չէ, հիմա եթե 100%-ով չի, որ իրականացել է ռուսական ծրագիրը։ Եթե ճանապարհը Միացյալ Նահանգները որոշի, կփակի ռուսների առաջ, ոնց է սպասարկելու Ռուսաստանը։ Որից ամեն ինչ չի, որ սև սպիտակ է եւ Սասունցի Դավթի սուր կեցակիով է լուծվում։ Այդպես հստակ չի կտրվում ամեն ինչ։ Ամեն ինչ, այո, դուք ճիշտ նկատեցիք, հեղեղուկ է։ Եվ ամեն ինչ փոփոխական է։ Մի բան է իհարկե։ Եվ կայուն է միայն Ռուսաստանի դավաճանությունը։ Դա հստակ, դա պատմությունը ցույց է տալիս, եւ կայուն է եւս մի բան, Հայաստանի կործանման ընթացքը, դա էլ շատ կայուն ընթանում է եւ դժվար թե կանգնի։ Ես այդ մասին նույնպես բազմաթիվ Երկու կայուն մանկա մեր կյանքում արդեն լավ է։ Այո։ Եվ պիտի հասկանանք, որ չի կարելի դատել այսպես կացինով տաշած քարի անկյուններով, այդպես չի։ Շատ բաներ փոխվում են, շատ բաներ փոփոխվում են, ասացի կայունների մասին, կայունները կայուն են, այո։ Պարոն Մարտիրոսյան, ճիշտ ասած այդ քարով դուք եք դատում։ Ես հիշում եմ 2020 թվականի մեր մի խոսակցություն, որի ժամանակ դուք դատապարտում եք Թրամփի ադմինիստրացիան։ Եթե հիշում եք, մենք խոսում ենք Սիրիական Քրդստանի մասին, ստեղծված իրավիճակի մասին, այնտեղ քրդական քաղաքների հանձնման մասին, դա կապեցիք Թրամփի աղետալի Թրամփի կողմից վարվող, վարչակազմի կողմից վարվող աղետալի քաղաքականության հետ եւ ասում եք, որ այ Արցախյան կոնֆլիկտն էլ դրա համար այդ ձևով ընթացավ, որովհետեւ Թրամփն էր ղեկավարը, ընտրությունները նոյեմբերի 8-ին էին, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով, այդ դժբախտությունները կապում եք Թրամփի հետ։ Հիմա ոնց որ Թրամփի նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, ինչ-որ լավ բաներ եք տեսնում։ Ես ոչ լավ բաների մասին եմ խոսում, ոչ վատ բաների մասին եմ խոսում։ Թրամփի օրոք լավ բանի կարելի է սպասել Հայաստանի համար։ Արդեն լավ բան է, որ Միացյալ Նահանգները այս աղետալի ճանապարհի մեջ գոնե ինքն է ներգրավվածություն ունենում, որպեսզի մի քիչ խաղակարտերը փոխվեն դաշտում գետնի վրա։ Դա արդեն լավ բան է, արդեն փաստը արկա է։ Եվ բազմաթիվ լավ բաներ Թրամփի վարչակազմը անում է։ Ես հիացած եմ արդյոք այս վարչակազմով, ամենևին ոչ։ Արդյոք էլ աղետալի չի իրենց քաղաքական։ Արդյոք
տեսեք, հիմա ես չեմ ուզում խոսել ներամերիկյան թեմաների Չէ, մասին։ չէ, արտաքի քաղաքականություն։ Աղետալի չի այլևս։ Ես շատ ավելի հիմա փորձում եմ հավասարակշռված նայել իրականությանը եւ հաշվի նստել իրականության հետ։ Ես հիմա վերլուծում եմ այն ինչ կա։ Անդրադառնալով ձեր ասացին Իրաքյան Քրդստանի մասով, Սիրիականի մասով։ Սիրիական Քրդստանի ներողություն, Թրամփը ինքը փոխեց իր նախնական որոշումը, որի արդյունքում կորուստներ ունեցան թե քրդերը եւ թե ամերիկյան ներգրավվածությունը տուժեց քրդերի հետ հարաբերություններում եւ ինքը արագ այն ժամանակ փոխեց սեփական որոշումը եւ շարունակեց սատարել քրդերին ընդդեմ թուրքերի եւ սա հայտնի արձանագրված, փաստագրված փաստ է։ Եվ այո, այդ սխալը այդ պահին քրդերի համար եղավ աղետալի եւ այդպիսի աղետալի սխալներ արել են ոչ միայն Թրամփ, այլև շատ նախագահներ, գրեթե բոլոր նախագահներն էլ առնվազն 1-2 Պուտինը անունը տվեք։ Խոսքը ամերիկյան նախագահների մասին է։ Հիմա եթե ուզում եք Պուտինի մասին խոսենք, ես կարծում եմ, որ ամենաաղետալիագույն սխալը դա Ուկրաինայի վրա հարձակվելն էր, հենց նույն Ռուսաստանի համար, բայց հիմա մենք չենք փոխելու։ Շատ լավ, հիմա ուրիշ հարց է գալիս։ Ես ձեզ եթերի սկզբում ուզեցա շնորհավորել, դուք ասացիք, որովե լավ բան չկա շնորհավորելու։ Բայց հիմա ասում եք, փաստորեն ինչ որ լավ բան կա։ Չէ, ես ասում եմ, եթե կա մի Ամերիկյան լավ ներգրավվածությամբ, ասում եք, ներողություն, չեզոքացվել է տոտալ ռուսական ներգրավվածություն։ Ռուսական կամ Գոնե սրա մասին կարելի է շնորհավորել։ Ռուսական կամ թուրքական, չէ, ինչ շնորհավորել, ես շնորհավորելու իմ ծնունդը չի, որ շնորհավորել։ Հիմա մի դրական բան եղել է, չէ՞։ Առանձնապես Օգոստոսի 8-ին մի դրական բան եղել։ Ձեզ ամեն դրական բանի առումով շնորհավորում են։ Մեր պետության հետ կապված Որ բենզին եք լցնում ձեր մեքենայի մեջ, շնորհավորում են ձեզ, ձեր ընկերները։ Դրական բան է։ Դուք դա համեմատում եք բենզինի հետ։ Դե այնուամենայնիվ ձեր մեքենան չի Ասեք, կանում։ եթե մեր պետությունը Մայրուղում չի կանում։ տոտալ ռուսական հսկողության տակ հայտնվելուց փրկվել է, կամ Այդպիսի տոտալ բան չկա։ թուրքական։ Ոչ թե այս երկիրը տոտալ ռուսական վերահսկողության ներքո է։ Բայց այդ ճանապարհը Չի ոնց փրկվել։ հայտնվեց ամերիկյան բանը։ Ասում եմ ձեզ, որովհետև դուք ուզում եք, որ ես ամեն ինչ սև եւ սպիտակ եւ հստակ սահմանագծումներով տեսնեմ, իսկ ես տեսնում եմ իրականությունը։ Իրականությունը այն է, որ երկիրը գտնվում է տոտալ ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մի մեջ միջանց, որտեղ տոտալ ռուսական միջանցքի հսկողություն մեջ- չի լինելու։ Ազատության միջանցք լինելու է մասնակի, չէ՞։ Դա մեր ազատության միջանցքն Դա է։ կարող է ձեր ազատության միջանցն է, իմ ազատության միջանցքը Բա չի, չէ՞։ ոնց բացատրել։ Միջանցքը չի կարող լինել, չի Ոնց կարող ունենալ բացատրել։ ազատություն բառը։ Այնտեղ տոտալ ռուսական հսկողություն չի։ Որից դուք ինձ անընդհատ փորձում եք ներքաշել ինչ որ մի դաշտ, որտեղ ես այսպես հիմար լույսի տակ հանդես Չէ, պարոն Մարտիրոսյան։ Կընդունեմ սև սպիտակ։ Հիմա դուք ասում եք, որ դա չի լինելու։ լավ բան չկա, հետո ասում եք լավ բան կա, ասում լավ Ասում եմ, շատ վատ բան է այս միջանցքը, աղետալի մի բան է, անընդունելի մի բան է, բայց դրա մեջ կա մի փոքրիկ լույս։ դրականի սիսերի հատիկ, եւ մենք այդ մասին խոսեցինք։ Հիմա եթե ուզում եք այս թեման նորից զարգացնենք, նույն բաները կրկնենք, խնդրեմ։ Դե եթե հիշում եք Աստվածաշնչում էլ իշտակում է դրական սիսերի հատիկի չափ դրական բանը, որը շատ մեծ փոփոխություններ կարող է բերել։ Կարող է, կարող է։ Կարող է եւ չէ։ Մեր պարագայում Հնարավորություն է դեպքում։ մենք երբեք որևէ հնարավորություն, բոլոր հնարավորությունները բաց թողնելու բաց չենք թողնում։ Մի խոսքով ֆիքսեցինք, որ այս աղետալի փաստաթուղթը ստորագրվել է Միացյալ Նահանգների խաղաղությամբ։ Ֆիքսեցինք, որ ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղությամբ, դուք ասում եք Միացյալ Նահանգների։ Չէ, այնտեղ Պուտինի այդպես ստորագրությունը կա։ Ասում եմ, որ չկա, բայց դա կարևոր չի կա թե չկա։ Ես ամենասկզբում դա բացատրեցի, հիմա չեմ պատրաստվում։ Հիմա ում խաղաղությամբ է թուղթը ստորագրվել։ Նոր ասեցի, մի քանի վայրկյան առաջ։ Միացյալ Նահանգները կա այդտեղ։ Ռուսաստանի խաղաղությամբ է ստորագրվել Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Հետաքրքիր տեղեկ։ Ինչ է սպասվում, պարոն Մարտիրոսյան։ Ոչ մի լավ բան, Ինչու։ որտեվ սրա մեջ ենք։ Գիտեք ինչի մեջ ենք եւ ավելի ենք խորանալու եւ մեզ դուր է գալիս սրա մեջ լինելը։ Այդ ճանապարհը կբացվի, կգործի ինչ որ բառի։ Ես կարծում եմ այո անպայմանորեն, ցավալիորեն։ Եվ ինչ տեղի կունենա։ Այն ինչ տեղի է ունենալու։ Իշխանություններն ասում են միլիարդավոր դոլարներ են գալու։ Թոշակները բարձրացնելու ենք։ Բացարձակ։ Հիմա բան կա, մի պաշտպանության նախկին փոխնախարար կար, որ հիմա քպական падգամավոր է, հայտարարում է, որ այ ինչ վատ բան կա ռազմական ծախսերը կրճատելու մեջ, մենք այդ փողը կդնենք, թոշակ կբարձրացնենք։ Ձեր արձագանք։ Հիմա դուք ուզում եք ես դրան արձագանքեմ, Չէ։ չեմ արձագանքելու։ Ինձ համար ամոթ է։ Իհարկե, ամոթ է նման մարդու արձագանքել է, բայց այդ մարդը падգամավոր է եւ կայացնում է որոշումներ, որի հետևանքները վստահ եմ կրում եք նաեւ դուք։ Որպես Հայաստանում ապրող մարդ։ Ինչ անեմ, ասեք։
Վերլուծեք ուղղակի։ Վերլուծեցի։ Ինչ է սա նշանակում, այսինքն բանակը կազմակերպում Սա այո, միանշանակ։ Սա նշանակում է Հայաստանը ընդհանրապես որպես պետություն եւ որպես ազգային ինքնություն ունեցող երկիր եւ ժողովուրդը կազմակերպվում է հետեւողականորեն հստակագույն քայլերով, շատ լավ մտածված քայլերով, դրսի պլանավորմամբ, ներսի իրականացմամբ։ Սա իմ խորին համոզմունքն է։ կապ ունի այս իրենց դիրքորոշման հետ Ալիևի պահանջը, որ հայկական բանակը պիտի Միանշանակ, սա դրա իրականացման քայլն է։ չափավորվի։ Ալիևը պլանավորում է կամ անգամ միգուցե միայնակ չի պլանավորում, բայց պլանավորում է Այդտեղ հաստատ Պուտինը կա։ եւ ինքը շատ խելացի ստրատեգ է, ինքը պլանավորում է, հայտարարությունները հնչեցնում է, վստահ եմ, որ շատ բաներ չի էլ հնչեցնում, ներքին ալիքներով է ուղարկվում այդ մեսիջները, այստեղ Հայաստանում դրանք սկսում են իրականացվել։ Սա ուղղակի մանկապարտեզի երեխային էլ է Խնդրեմ, տեսնել։ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ է այդտեղ տեղի ունենում։ Այդտեղ տեղի ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի արչև ունեցած բարոյական պարտքից Ադրբեջանի հրաժարում, այդտեղ տեղի է ունենում Ռուսաստանին զուտ թուրքական քաղաքականության, շատ խելացի քաղաքականության ավանդույթների համաձայն ստորացում, որի արդյունքում առավել հպատակեցում եւ առավել Ռուսաստանին թուրք-ադրբեջանական գծի մեջ մտցնելու քայլեր, որովհետև շատ քչերը դա գիտեն եւ քչերն են դա նկատում անգամ մասնագետներից, թուրքական կողմը եւ թուրքական դիվանագիտությունը եւ արտաքին քաղաքականությունը մի շատ հետաքրքիր կողմ ունի։ Եվ մենք դա տեսանք անգամ երբ Սիրիայում խփեցին ռուսական ինքնաթիռ, դրանից հետո ռուսները ավելի մերձեցան, երբ երասխի վրա խփեցին ռուսական ուղղաթիռ եւ դրանից հետո ռուսները շատ ավելի մերձեցան ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, երբ սպանեցին ռուսների եւ շատ ավելի մերձեցան։ Թուրքական այդ խելացի եւ շատ սպეციფიկ քաղաքականությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ շատ ագրեսիվ քայլեր են կատարում, ընդդեմ մեկին, որի հետ հարաբերության կամ շփման մեջ են կամ որի հետ առևտուր ունեն անելիք, ակնհայտ թշնամական հսկայական ճնշում են գործադրում, անհամարժեք ուժ են ցուցադրում անգամ իրենցից ուժերի նկատմամբ, եւ դա կարող է լինել այսօր Ռուսաստանը, վաղը մեկ այլ գերտերություն կամ պետություն, եւ հետո ստեղծում են մի իրավիճակ, որ դիմացիները նայում են, ասում են, չէ, սրանց հետ պիտի նստենք եւ խոսենք։ Եվ նստում են եւ խոսում են, իրենք թուրքերը սկսում են խոսել ուժի դիրքերից արդեն եւ գալիս են ինչ որ կոմպրոմիս, ինչ որ մի բան իրենք են սկսում զիջել արդեն, բայց հասնում են իրենց ցանկացած զիջումներին գոնե առնվազն մոտավորապես 80%-ով, եթե պատկերավոր ասենք, հակառակ կողմից։ Տեղի ունենում դա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց միաժամանակ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը իր պարտքը չի վճարելու Ռուսաստանին, այն պարտքը, որը Հայաստանը հնարավորություն ունի եւ Արցախը հանձնելուց, ինչպես Հայաստանը հնարավորություն ունի խաղալ այդ հարաբերությունների սրման։ Հայաստանը բոլոր հնարավորությունները ունի, բայց Հայաստանը Հայաստան չի։ Հայաստանը պետություն էլ չի։ Հայաստանը երկիր էլ չի։ Հայաստանը չկա։ Ինչ խաղա, ով է այդ խաղացողը, ինչի մասն է խոսքը։ Ինչի մասն է խոսքը, այսինքն դուք հասկանում եք սա ինչ տարածք է հիմա։ Այստեղ ուղղակի կա բնակչություն, որը իմ խորին համոզմամբ խիստ ժամանակավոր է այս բնակչությունը, եւ փաստացի իմ խորին համոզմամբ չկա պետություն։ Իսկ կա ինչ որ պետականակետ ժամանակավոր բնակչությունը, որովհետեւ այս ընթացքը, որով ընթանում է այս տարածքը, որ նախկինում պատմականորեն կոչվել է Հայաստան, եւ հիմա հեչ նման չի Հայաստանի, եթե ինձ հարցնեք իմ կարծիքով, սա չի կարող պահպանել այս բնակչությունը, չի կարող այստեղ հայ ժողովուրդ մնալ, չի կարող, դա հնարավոր չի ուղղակի, իմ խորին համոզմամբ, տաստված ես սխալվեմ, բայց ես գրեթե համոզված եմ, որ չեմ սխալվում։ Դե սպասենք, թե երբեք դուք սխալվելու։ Հուսանք սա։ Չէ, իրոք հուսանք, որտեվ ես էլ եմ շատ հուսով, որ ես սխալվում եմ, ես խնդիր չունեմ ճիշտ դուրս գալու, բայց նայեք փաստերին, նայեք ընթացքին։ Ինձ մի բան ասեք։ Կա արդյոք մի բան, որը խոչընդոտում է Հայաստանի կործանման ընթացքին։ Կա արդյոք մի գործոն, մի խաղացող։ Չկա այդպիսի խաղացող։ Միջայլոց ձեզ էլի դուր չի գալու, էլի դուք կարող եք ինչ-որ մտնել այդ թեմաների մեջ, բայց ես ասեմ, միակ խաղացողը, որ այս ամբողջ ընթացքում այդ ընթացքը կասեցրել է մի քիչ, դա Միացյալ Նահանգներն է,
եւ Ֆրանսիան մի քիչ։ Միացյալ Նահանգները, որը Ասեցի, որ Ռուսաստանի դուք խավորությամբ բան մտնելու եք, աստորագրել։ նորից ասեցի, որ այդ թեմային անդրադարձանք ամբողջ զրույցի ընթացքում։ Բայց վերջի վերջո ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպան, որևէ մեկը այս ընթացքը չի կարողանալու կասեցնել եւ չի էլ կասեցնելու։ Եվ վերջում չի էլ ուզենալու կասեցնել։ Որովհետեւ եթե դու ինքդ հայ ժողովուրդը հավաքականորեն թե Հայաստանում եւ թե նաեւ Սփյուռքում, ես Սփյուռքին մենք մոռանում ենք Սփյուռքին Աստված ասում ոչ Սփյուռքի հայությունը ոչնչով առավել չի Հայաստանի հայությունից ոչնչով հայությունը եւ Հայաստանի պետությունը ժողովուրդը եւ պետությունը միասնականորեն ընթանում են այն ճանապարհով, որը գծված է այդ ճանապարհը գնում է դեպի պետության եւ ազգային ինքնության եւ ազգի ոչնչացում տարալուծում կա արդյոք դիմադրություն ժողովրդի մեջ չկա զրոյական է դիմադրությունը կա արդյոք դիմադրություն պետության կողմից ոչ իմ խորին համոզմամբ կա մասնակցություն այդ գործընթացին պետության կողմից եւ կա ժողովրդի մասնակցությունը այդ գործընթացին մենք սա տեսնում ենք այո սա տեսնում ենք բազմաթիվ տասնյակ միգուցե հարյուրավոր օրինակներով հիմա այս իրականության մեջ այդ ինչ պիտի լինի որ չլինի այդ կործանումը կա ծրագիր Հայաստանը վերցնելու դարձնելու Թուրքիա-Ադրբեջան տարալուծելու ինչ պիտի ինձ բացատրեք ինչ պիտի լինի եթե ժողովուրդը չի ուզում դրա դեմն առնել եւ ժողովուրդը չի ուզում այդ հեքիաթներ են ստուդ զզվելի կեղծիքներ են թե հոգնած են չեն բան են բարոյա լքված էս են չկա այդպիսի բան կա հստակ չի լինում հոգնած ժողովուրդ քաղաքագիտության մեջ դա անհայտ մի բան է որ հնարել են բստրել են Հայաստանում որպեսզի սեփական անգործությունը եւ համաձայնությունը բանանեն դա ինչ որ խմբեր են քիչ թե շատ հայրենասերների կամ իսկական հայրենասերների մի փոքրիկ խումբ որը վեր է կենում եւ խոսում է եւ ասում է ժողովուրդը այս վիճակի մեջ է որպեսզի արդարացնի այս բանը չկա իրականություն կա կոնսենսուս Հայաստանի չլինելու վերաբերյալ եւ եթե ինձ հարցնեք իմ սուբյեկտիվ կարծիքով այս ժողովուրդը ընդունել է որոշում չունենալ պետություն, որտեղ իրեն պետք չի, որտեղ պետությունը հատկապես այս տարածաշրջանում Թուրքիայի հարևանությամբ եւ այս տարածաշրջանում ընդհանրապես մի քանի այլ հարևաններով հանդերձ ահռելի հսկայական ջանքեր եւ աշխատանք է պահանջում պահելու համար, ոչ միայն զարգացնելու, այլև պահելու համար, առնվազն պահելու համար։ Այդ ջանքերը չեն ուզում ներդնել, մենք դա տեսել ենք, երբ որ չկար այս 20 թվականը, մինչև 20 թվականը, մենք տեսել ենք, որ ջանքերը ընդհանրապես ներդրվել էին ուտելու պետությունը, երկիրը, ձայները ասում են, չէ, որ վաճառել են 5000 դրամով, 10000 դրամով։ Այսինքն, եթե դու այդ վիճակում, երբ որ դու պսևդո կեղծ հաղթած պետություն էիր, որտեղ էլի միևնույն է հաղթած չէին։ Այսպես էր վարվում պետության հետ, ժողովուրդը եւ պետությունն ինքը։ Ժողովուրդն էլ է վարվել պետության հետ այդպես, թող չգցեն նախկին իշխանավորների վրա միայն։ Նախկին իշխանավորները նախ իշխանավոր էին միայն նրա համար, որ ժողովուրդը հանդուրժում էր եւ ընդհակառակը գնում վեր ընտրում էր եւ թող չասեն, որ չէին ընտրում էին, լավ էլ ընտրում էին։ Հիմա, եթե այդպես էր այն ժամանակ, բա հիմա ինչպես է։ Այսինքն հիմա այս ամեն ինչից հետո կա որոշում հանձնելու պետք չի։ Եվ հիշեցնեմ մի բան, որի մասին վերջերս շատ եմ խոսում։ Այդ բանը կա մեջը, կա պատմության մեջ գծով գնում է։ Ամենախոշոր, ամենահզոր, ամենահայկական թագավորական դինաստիան պատմության մեջ Արշակունիների դինաստիան, որ իրանական, պարսկական դինաստիա էր, բայց հայացել էր եւ հայկական ինքնության ամենակարևոր կերտողներից, զարգացնողներից մեկն էր։ Արշակունիների դինաստիան ինչի ավարտվեց, որտեվ հայ իշխանները հավաքվեցին, գնացին Իրան եւ շահին ասացին, գիտեք ինչ կա, մեզ պետք չի թագավոր, եկեք տարեք մեր թագավորին, բերեք ձեր կառավարչին։ Բերեցին պարսիկ կառավարչի եւ սկսվեց այն ամենը, ինչ որ սկսվեց։ Հետո հայտնվեց Վարդան Մամիկոնյան, որին այսօր փորձում են ապասրբացնել եւ ցույց տալ որպես արկածախնդիր, իսկ դավաճան Վասակսյունուն հերոսացնում են։ Իսկ Վասակսյունին ինչ էր ասում, ասում էր մեզ պետք չի պետություն, պետականություն, եկեք ընդունենք զրադաշտականություն, դա կրոնի պատերազմ չէր։ Դա կրոնական ոչ մի իրական կոմպոնենտ չուներ։ Կրոնի միջոցով քաղաքական վերահսկողություն էր հաստատվելու Հայաստանի վրա զրադաշտականության։ Եվ Վասակը ասեց եկեք հանձնվենք, ինքն էր, չէ՞, մարզպանը, այսինքն պետության ղեկավարը ինքն էր։ Ասեց եկեք հանձնվենք եւ ինչ պրոբլեմ կա։ Հանգիստ խաղաղ կապրենք, թոշակները կբարձրանան, լավ կլինի, սահմանները կբացվեն, այսօրվա տերմիններով ասած Սասանյանների հետ։ Եվ Վարդան Մամիկոնյան ասեց ոչ, մեր ազգային ինքնության կարևոր
գործոններից մեկը մեր կրոնն է եւ դա պետական հանգամանք է, պետությունը պահելու հանգամանք է։ Մենք պիտի թե պետություն որպես այդպեսին էլ չկար այսօրվա հասկացությամբ հատկապես, բայց այնուամենայնիվ կար լուրջ ինքնիշխանություն։ Եվ Վարդանը գնաց դրան, եւ քանի հոգի էին Վարդանին հետ մասնակցում Վարդանանքին, այդ պատերազմին, ճակատամարտին շատ քիչ, իրականում շատ քիչ, այդ ժամանակվա համամասնությամբ շատ քիչ մարդ էր։ Այսօր չի խոսվում այդ մասին եւ երբևէ չի խոսվել, բայց ես պատմաբան եմ Վարդանանց դիմադրությանը Սասանյաններին, պարսիկներին, մի մասը երկրի ուղակի չէր մասնակցում, ուղակի դեմ էր, ուզում էին հանձնվեին։ Եվ այսօր արդեն այս տեխնոլոգիական դարաշրջանում, երբ ժամանակը շատ ավելի տասնյակ անգամներ, մոտ 20 անգամ տարբեր գիտնականների հաշվարկներով ավելի արագ է ընթանում, իրադարձությունները ավելի արագ են զարգանում, քան նախկինում, որտեղ տեխնոլոգիաները դա արագացրել են, կյանքի ռիթմն է փոխել, հաղորդակցությունն է փոխվել, կապը աշխարհի տարբեր կետերի միջև ֆիզիկապես նաև շատ անչափ արագացել է։ Եվ հիմա այս արագ գործընթացների մեջ կործանումն է արագ ընթանում, նաև հանձնման process-ն էլ է շատ ավելի արագ ընթանում։ Եվ կա որոշում, մենք չենք ընդունում, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունը գոնե ես խոսել։ Եվ ցավոք սրտի միայն ես եմ այս ամբողջ ազգի մեջ այս ճշմարտությունը խոսում։ Եվ առաջինն եմ եղել, որ դա ասել եմ եւ դրանով չեմ հպարտանում։ Ցավալի փաստ եմ արձանագրում, որ ոնց կարող է միայն ես այդ մասին խոսել։ Այդ Աշյանի կեղծիկի մեջ ենք, թաթախված ոտքից գլուխ, ինքնախապեյությունը շարունակում ենք։ Սա հստակ որոշում է չունենալ պետություն։ Եկեք այս դժբախտ նոտայի վրա Եվ ինքնությունը կորցնել։ Այս դժբախտ նոտայի վրա ինչ։ Ավարտենք հարցազրույցը։ Ու սպասենք, որովհետև սրանից հետո էլ հարց չմնաց։ Ցավոք սրտի իրական նոտա է։ Հարց չմնաց, դոստան, բան։ Ինչ ասեմ։ Սպասենք զարգացումներին։ Ձեր գնահատմամբ վերջին հարցը, այս արագությունը երբ տեսանել էր գույրերիս համար կամ չտեսնողների կամ տեսնել ուզեցողների համար տեսանելի կլինի, որ կործանման ճանապարհը անխուսափելի է, որ արդեն ֆիզիկապես կզգաս դա։ Ինչ ժամանակների մասն է խոսքը։ Ես կարծում եմ, որ չեն էլ զգա, չզգացողները չեն էլ զգա, մի քանի զգացող կզգա։ Ես օրինակ էլի ես շատ հարցերում առաջինն եմ ու շատ հայհոյանքների ու հարցակումների եմ ենթարկում։ Իհարկե նաև առաջինն եմ այն առումով, որ թքած ունեմ այդ ամենի վրա, բայց ես առաջինն եմ եղել, որ քննադատել եմ ժողովրդի կեցվածքը։ Առաջինը, ամենաառաջինը, ընդ որում դա սկսել եմ անել դեռևս 20 թվականից առաջ, բայց նոյեմբերից հետո 20 թվականի առաջինը շատ ավելի բացահայտ եւ անգամ ընտանիքի անդամներ ունեի, որոնք ինձ քննադատում էին դրա համար շատ լուրջ։ Եվ ընդհանրապես ինչ որ մի պահ մարգինալացվեցի հանրային որոշակի շերտերի, ոչ բոլոր, բայց որոշակի շերտերի աչքում, որովհետեւ այդպիսի բաներ էի խոսում եւ քննադատում էի։ Այդ դիրքորոշումը, մոտեցումը, պահվածքը, վարքագիծը։ Հիմա որ նայում եմ արդեն, հիմա դա դառնում է համատարած երևույթ եւ հասցեագրվում է ժողովուրդը շատ շատերի կողմից։ Հիմա ես էլի առաջինն եմ, որ ասում եմ, որ չկա փրկության ճանապարհ կա, բայց այդ ճանապարհով գնացող չկա եւ չի լինելու։ Փրկությունը հնարավոր է, առաջընթացնել է հնարավոր։ Լրիվ հնարավոր է տեսականորեն, այդ հնարավորությունները կան, դրանք սպառված չեն ամենևին։ Բայց ես ինչի եմ ասում չկա եւ չի լինելու փրկություն եւ չի լինելու վիճակի շտկում, որտեվ չկա այն ժողովուրդը, որը ընդունակ է այդ ճանապարհով գնալու եւ ընդհակառակը կա այն ժողովուրդը, որը որոշում է ընդունել այդ ճանապարհները մերժել, գիտակից որոշում է ընդունվել, ինչքան էլ համարենք, որ անգիտակից է այդ որոշումը, չէ, կա գիտակից որոշում։ Հետևաբար, եթե չկա այդ մթնոլորտը, չկա այդ գիտակցությունը, չկա այդ որոշումը, չի կարող լինել փրկություն, չի կարող ընտրվել այդ գոյություն ունեցող ճանապարհներից որևէ մեկը փրկության։ Հիմա երբ կլինի դա, ես առաջինն եմ ասել, երբ կլինի, որ մարդիկ կսկսեն դա հասկանալ, արդեն ոմանք սկսել են հասկանալ եւ ես խոսակցության մեջ լսում եմ այդպիսի բաներ, ընդ որում 1-2 շատ լուրջ մարդկանց հետ, ինչպիսիք գրեթե չկան մեզանում, բայց ես 1-2 այդպիսի մարդկանց հետ խոսել, այդ 2 մարդը կամ գուցե 3 մարդը իրենք էլ են ընդունում, որ չկա փրկություն։ Երբ կսկսի սա դառնալ համընդհանուր մի գիտակցում, չգիտեմ, ինչ որ մի պահի, բայց ինչ կարևոր է երբ կդառնա։ Ինձ համար կարևոր է այն, որ լինի փրկություն, բայց եթե չի լինելու փրկություն, թե երբ կհասկանան, երբ չեն հասկանա, մեծ հասցեով ես թքած ունեմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։
զրույցի համար, ես շեշտեմ զրուցում էի Ես եմ շնորհակալ։ Արկագետ Հայկ Մարտիրոսյանի հետ տեսություն կհանդիպենք։